Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Բաքվում ցանկանում են Թրամփի ուղին վերանվանել Ալիևի միջանցքի, իսկ պանթյուրքական դաշինքում կարծեք թե ճաքեր են նկատվում։ Բանն այն է, որ Էրդողանին մոտ կանգնած լրատվականները սկսել են հակաադրբեջանական լուրեր տարածել։ Բարև ձեզ, Փաստինֆոյի եթերում բաց մի թողեք հաղորդաշարն է, որի շրջանակներում շարունակում ենք հետևել թշնամու ներքին անցուդարձին։ Արեստացին Ադրբեջանի պետական պաշտոնյաները առաջարկել են Թրամփի ուղին վերանվանել Ալիևի միջանցքի։ Նախաձեռնությունը առաջացրել է տարակուսանք եւ հումորային արձագանքներ։ Քննադատների մի մասը այն կապում է անձնական պաշտամունքի ու իշխանական շաղախման փորձերի հետ, իսկ մի մասը սրա մտանքով առաջարկում պետությունը անգամ ամբողջությամբ Հեյդարստան անվանել։ Իսրայելի բարձրաստիճան զինվորական պաշտոնյան Մաարիվին ասել է, որ Թել Ավիվը պատրաստվում է Իրանի հետ հնարավոր սրացմանը, այդ թվում Իրանի տարածքում հարված հասցնելու հնարավորությամբ։ Իրանցի լրագրողի օրագիրը Թելեգրամյան ալիքը այնուամենայնիվ գրում է, որ նման հաղորդագրությունները հիմնականում հոգեբանական պատերազմի են միտված, քանի որ եթե Իսրայելը որոշի հարվածել, դա անշուշտ չի քննարկվի գործողությունը սկսելուց դիցուք 48 ժամ առաջ։ Այս ամենի ֆոնին նույն Թելեգրամյան ալիքը գրում է, որ Ռուսաստանը մեծ քանակությամբ ճակերտավոր իրեր է տեղափոխում Իրան։ Թուրքիան հայտարարել է հակաադրբեջանական կեղծիքների դեմ պայքարի մասին։ Ադրբեջանում Թուրքիայի դեսպանատան մամուլի կրծորդ Ալպտեկին Ջիհանդիր Իշբիլիրը հայտարարել է, որ Անկարան վճռականորեն կհակազդի թուրք-ադրբեջանական հարաբերությունները խաթարող ուժերին։ Մենք պետք է միասին կանգնենք եւ դիմադրենք սադրանքներին, չթողնելով ոչ մի հնարավորություն նրանց համար, ովքեր փորձում են մեր միջև կանգնել, ընդգծել է դիվանագետը։ Ավելի վաղ AS TV-ն հեռարձակել է ռեպորտաժ, որտեղ հարց էր բարձրացնում, թե ինչու են ապատեղեկատվության դեմ պայքարող թուրքական գործակալությունները լռում Ադրբեջանի դեմ արշավի մասին։ Խոսքը վերաբերում է ՄԱԿ-ում Բենյամին Նեթանյահուին ելույթի ժամանակ ադրբեջանական պատվիրակության կողմից աջակցելու մասին ենթադրյալ ապատեղեկատվության տարածմանը, ինչպես նաև այն պնդմանը, որ Բաքուն հրաժարվել է մասնակցել Եվրատեսիլին, եթե Իսրայելը ներկա չլինի։ Սա իսկապես ապատեղեկատվություն է կամ Բաքուն ամաչում է ճշմարտությունից։ Եվ այո, այն փաստը, որ այս լուրերը հայտնվել են Էրդողանի կողմից վերահսկվող թուրքական ռեսուրսներում, կարծես թե ակնարկում է, որ պանթյուրքական միասնության մեջ ամեն ինչ չէ, որ հարթ է։ Ադրբեջանի վրա անուղղակի տնտեսական ճնշման առումով Ռուսաստանը միայն մեկ բավականին լավ տարբերակ ունի՝ ադրբեջանական ծագում ունեցող ռուս միլիարդատերերը։ Օրինակ, ադրբեջանական եռյակի, Գոդ Նիսանովի, Զարախ Իլիևի եւ Արազ Աղալարովի ընդհանուր հարստությունը կազմում է մոտավորապես 12 միլիարդ դոլար։ Սա կազմում է 100 ռուսաստանցի խոշորագույն գործարարների հարստության մոտավորապես 2%-ը, իսկ Ադրբեջանի հնայի 16%-ը, իսկ ոչ պաշտոնական տվյալներով հասնում է մինչև 30%-ի։ Երեք գործարարներն էլ զգալի մասնակցություն ունեն ադրբեջանական նախագծերում եւ սերտորեն կապված են Փաշաևների կլանի հետ, որը փաստացի կլանել է Ալիևների կլանը, էապես դառնալով Ադրբեջանի իշխող էլիտան։ Ռուսական իշխանական թելեգրամյան ալիքներից մեկը հռետորական եւ կիսապրովոկացիոն հարց է ուղղում Ալիևին, թե ինչ կլինի, եթե Ռուսաստանի իշխանությունները որոշեն սահմանափակել այս եռյակի գործունեությունը կամ վերջնականապես ոչնչացնել նրան։ Ակնհայտ է, որ Ալիևներն ու Փաշաևները կործանման եզրին կհայտնվեն։ Թուրքիան էլ իր հերթին սարեցնում է իրանցի անհատների եւ կազմակերպությունների միջոցներն ու ակտիվները։ Իրանի դեմ նոր սահմանված միջազգային պատժամիջոցների իրականացման շրջանակներում թուրքական իշխանությունները հայտարարել են 20 անհատների եւ 18 իրանական կազմակերպությունների միջոցների եւ հաշիվների ծառայեցման մասին։ Պատժամիջոցները ուղղված են Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության հետ կապված հաստատություններին, ինչպես նաեւ Իրանի խոշորագույն պաշտոնական բանկերից մեկին՝ Սեփահին։ Բաքվում պանթյուրքիստական քարոզչությունը հաճախ ներկայացնում է, թե ազգային փոքրամասնությունների իրավունքները լիովին պաշտպանված են։ Սակայն սոցիալական ցանցերում քննարկում է առաջացրել այն փաստը, որ Բաքվի սլավոնական համալսարանի ուսանողը իր անձնական տվյալներում նշել է լեզգին ազգությամբ, այլ ոչ թե ադրբեջանցի։ Տասնյակ մեկնաբանություններում նրան հորդորել են ճակերտավոր չբաժանել ազգը եւ նույնիսկ հեռանալ երկրից։
Փորձագետները նշում են հակասությունը։ Մի կողմից իշխանությունները պահանջում են բոլորին անվանել ադրբեջանցի, մյուս կողմից պաշտոնական վիճակագրությունը ընդունում է, որ երկրում կան նաև այլ փոքրաթիվ, բայց թերագնահատված թվաքանակով ներկայացված ժողովուրդներ։ Արհեստացին Ադրբեջանի գլխավոր դատախազության եւ Ադրբեջանի Հանրապետության պետական մաքսային կոմիտեի հայտարարության համաձայն Ադրբեջանի մաքսային ծառայության աշխատակիցներ են ձերբակալվել Իրանից դեղորայքի եւ ծխախոտի մաքսանենգության համար։ Ըստ տեղեկատվության պաշտոնյաներ իրենց պաշտոնեական լիազորություններն օգտագործել են մաքսային հսկողության միջոցով Ադրբեջան 400,000 մանատ արժողությամբ դեղորայքի եւ առանց աքսիզային դրոշմանիչների ծխախոտային արտադրանքի մաքսանենգությունը հեշտացնելու համար։ Ադրբեջանցի գործարար Ջավիդ Իբրահիմովը մեղադրվում է Թուրքիայում խարդախությամբ միլիոնավոր դոլարներ յուրացնելու մեջ։ Օրերս երկու թուր ձեռնարկատերեր բողոք են ներկայացրել Ստամբուլի դատախազություն։ Halk TV-ի հաղորդմամբ բողոքում նշված է 11 անձ, որոնց թվում է ազգությամբ ադրբեջանցի Ջավիդ Իբրահիմովը որպես գլխավոր մեղադրյալ։ Մեղադրյալներից 9 ադրբեջանի քաղաքացիներ են։ Հետաքննությունը հիմքեր ունի կասկածելու, որ Իբրահիմովը Թուրքիայում միլիոնավոր դոլարների հասնող խարդախությունների մեջ է թարթախված։ Հեռուստաալիքի հաղորդմամբ Իբրահիմովը արդեն իսկ հասցրել է փախնել Դուբայ։ Պարզվում է Իսրայելի մասին Instagram-ում յուրաքանչյուր գրառում վճարվում է $7,000։ Pars Today Telegram-յան ալիքի փոխանցմամբ փաստաթղթերը ցույց են տալիս, որ այսպես կոչված ազդեցիկների արշավը ֆինանսավորվում է Վաշինգտոնում գործող Bridge Partners ընկերության միջոցով։ Այն յուրաքանչյուր գրառման համար վճարում է $6,100-ից $7,000 TikTok-ում եւ Instagram-ում Իսրայելի ռեժիմամետ բովանդակությունը խթանելու համար։ Անտալիայում մի տղամարդ որոշել էր հիշել իր մանկության կատակները, նա զանգահարել էր նախկին հարևանի դռան զանգը եւ փախել։ Սակայն եթե նախկինում նրանք նման չարաճճիության համար ծնողներից նկատողություն էին ստանում, ապա հիմա դա քրեական գործ է հարուցում։ Անտալիայի 24-րդ քրեական դատարանը քաղաքացուն դատապարտել է 3 ամսվա ազատազրկման հանգիստն ու խաղաղությունը խախտելու համար։ Քննության ընթացքում պարզվել է, որ հարևանները վատ հարաբերություններ ունեին, ուստի տղամարդը որոշել էր պատժել վատ հարևանին։ Այսօրվա համար պատրաստել էինք այսքանը։ Fast-Info-ի հաղորդումներին արագ հասանելիություն ունենալու համար կարող եք բաժանորդագրվել YouTube-յան մեր ալիքին։ Մնացեք մեզ հետ։